Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Antifake-ի YouTube-յան ալիքում վերստին Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումն է։ Պետրոս Ղազարյանը հյուրընկալել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Մենք չէինք կարող այդպիսի պատվարժան հյուրին անտեսել և նրան չբերել նաև Antifake-ի վիրտուալ տաղավար։ Վայելեք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, մինչ այդ հավանեք և տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, հավանեք Antifake-ի YouTube-յան ալիքը, իսկ Donation Alerts, Patreon, Super Chat և բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ի թիմին այս և մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատախազությունը ներկայացնում էր իդեմս դատախազի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեր տաղավարում է։ Բարի երեկո, Տիկին Վարդապետյան, շնորհակալություն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, Տիկին Վարդապետյան։ Ազգային ժողովում դուք ներկայացնում եք հաղորդագրություն, թեմաները շատ են, ես ուզում եմ սկսեմ ընդդիմության քննադատությունից։ Ես արդեն չգիտեմ տենց ընդդիմադիր, որ Անիֆի գործից չի խոսում եւ նրանք ասում են, որ պարզ մատչելի բացատրություն չկա, ինչպես այդ միլիոնավոր դոլարները ներդրվեցին եւ կորան։ Ձեր բացատրությունը։ Բայց ի՞նչ կորել, Պետրոս, դու լենես անշնորհ բաներ կասես։ Ինչի՞ է կորե։ Հիմա ասենք թե կառավարական ամառանոցում, որ իրանց համար սիրուն են այնտեղ միտեղ մի անկյունի վրա դրածել են։ Էդի համարում ես դուք կորել, հա։ Կարող է այնտեղից տեղափոխվել են ավելի ապահով վայր, կամ ասենք թե տարածել են մի հատ սիրուն շվեյցարական բանկում հուսալի տեղ, սիրուն մի հաշվի վրա դրածել։ Մի անգամից հələ մի բան չճշտած արդեն կորավ։ Ինչի կորավ։ Չի կորի, չէ՞, Տիկին դատախազ, մեր միջոցներն չի պիտի կորի, կարա ավելի հուսալի տեղափոխվի, տենց է, չէ՞ եղել, երևի։ Շնորհակալություն, այսօր ազգային ժողովում հարցերից մեկին պատասխանելիս առիթ ունեցել եմ խոսելու Անիֆի գործի մասին, հասկանալի պատճառներով իհարկե ամբողջ ծավալով չեմ ներկայացնի նախաքննությունը, որը կա, բայց առաջիկայում, երբ որոշ դրվագներ արդեն պատրաստ կլինեն դատարան ուղարկելու, ավելի մանրամասն դրանց մասին կխոսենք, բայց կարևորելով հարցը, քանի որ շատ քննադատվեց, կարծես թվացյալ անգործությունը, բայց իրականում անգործության մասին չի խոսքը, բազմադրվակ եւս տեության լայնածավալ քննություն պահանջող վարույթ է, ես միայն նշեմ ընկերությունները, որ պատկերացնեք, հայկական ավիաուղիներ, Flyarna հայտնի ընկերությունը, Angie Services, Outsource SP, Areva Consulting, Caucasus Services, MindCube, K&G, Masdar, Sermits Ferma, Hard Rock, Global Connect, Tavros, Apaga Projects։ Փաստորեն այդ Անիֆը ինչ արել է, սա հանցանքի մեջ են, Տիկին դատախազ ճիշտ ենք հասկանում։ Բայց խեղ ճանճար են Վահան Քերոբյանին, կարծես թե նախարարեր խափանեցիք այդ մեր Գյումրի դրանով այդ 4 նավահանգստի կառուցումը, բռնեցիք, տարակ դրան կալանավորեցիք, բան, ընդամենը Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ աշխատած ընկերության հետ ընդամենը մի դրվագով մի հատ ինչ-որ յուրացում էին արել, նախարար ձերբակալեցիք, բայց ես թվարկում եք սենց հսկայական մի շարք ընկերություններ, ինչ նախագիծ սկսել են, սաղ պրավալ, բայց ոչ մի ձերբակալված մարդ չկա, միլիոնավոր դոլարներ չկան, ձերբակալված մարդը չկա, նախաքննություն կա, նախաքննությունը շարունակվում է, շնորհակալ ենք Տիկին դատախազ, որ նախաքննությունը շարունակ, կարող կարճվեր, չէ, կարող կարճվի հանցակազմի բացակայության հիմքով, բայց շարունակվում է, շնորհակալ ենք։ Այս ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագներն են քննվում եւ քննվում են նաեւ Անիֆի աշխատակիցների կողմից բարձր եւ ըստ էության չհիմնավորված պարգևավճարներ ստանալու դրվագները։ Վստահ եմ մամուլից կարդացել եք, հետաքննող լրագրողներն էլ են այդ հարցը բարձրացնում, որ փոխկապակցված անձինք են
աշխատանքի անցել անիֆում եւ ստացել են աշխատավարձ կամ պարգևավճար, որը որևէ կերպ համադրելի չի եղել իրենց կատարած աշխատանքի հետ։ Բայց գիտեք, մամուլից մենք ինչ ենք տեղեկացել, որ այդ փոխկապակցված անձինք, դրանք ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների բարեկամներ են, ընդ որում բարձրաստիճան, ու դրանց վերաբերալ նաեւ ասել էր Վահան Քերոբյանը, որին դուք ձերբակալել եք։ Այսինքն կարող է ստացվի, որ Վահան Քերոբյանը ձերբակալվել է այս ամեն ինչի մասին բարձրաձայնելու համար, բայց արդյունքում Վահան Քերոբյանը պաշտոնազրկվել է ու գործից ու նրա նկատմամբ հետապնդում ա եղել, բայց այս գործով դեռևս հետապնդվող որևէ մեկը չկա։ Մենք, ինչպես նշեցի, բազմադրվակ վարույթ ունենք եւ բնականաբար ամբողջ ծավալով վարույթը միանգամից դատարան ուղարկել հնարավոր չի լինելու, բայց առաջիկայում մեկ վարույթ, որը նախատեսում ենք արդեն մեղադրանքով ուղարկել դատարան, ավելի մանրամասն կխոսենք, չարաշահումը մի քանի միլիոն դոլարի մասին է։ Տիկին Վարդապետյան, ես ինչքան հիշում եմ, ընդդիմությունը ասում էր նաև որ մեղադրյալներ չկան այս գործով։ Այո, դեռևս չկան, բայց դատարան ուղարկելուց առաջ բնականաբար քրեական հետապնդումներ կհարուցվեն։ Պետրոսյան, մեղադրյալներ ըլլում է այն դեպքում, երբ որ տուժող չի լինում, օրինակ իմ քրեական գործով։ Իմ գործում էլ հակառակն է։ Տուժող չկա, բայց մեղադրյալ կա։ Դա կախված է բանից, էլի Պետրոսյան։ Անտիկին դատախազին շատ չծանրաբեռնենք, էլի, գործից ու մասնակիցներից։ Այսինքն, եթե ընդդիմության հետ կապված է գործը, մեղադրյալ կա, տուժող չկա։ Վնաս, օրինակ Արմեն Աշոտյանի գործը, չէ՞, բանը շահող կա։ Օրինակ բժշկական համալսարանը Արմեն Աշոտյանի գործով որ նայում ես, շահել է։ Գույք են ձեռք բերել, որ այն ժամանակ ավելի էժան էր, հիմա ավելի թանկ է։ Արմեն Աշոտյանը մեղադրյալ է, արդեն քանի տարի անազատության մեջ է, բայց տուժող չկա։ Իսկ եթե իշխանության ներկայացուցիչներն են որևէ գործի հետ առնչվում, ակնհայտ հանցանքը կամ վերաբերում է միլիոնավոր դոլարների, տուժողը կա, դա պետությունն է, դա կազմակերպությունները, մեղադրյալ չկա։ Չես իմանում եմ, որ դուց այդ կամ են բանը դրանից ընդհանրապես հիմա չեք անդրադառնում, դա արդեն անհետաքրքիր թեմա է տիկին դատախազային զոհված զինծառայողների ծնողների գործով, չէ, որ դիմել էին դատախազություն, քրեական վարույթը նախաձեռնվել է Պետրոսյան, իրանք որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվել են, այսինքն տուժող կա։ Մեղադրյալ չկա։ Չեն իմանում եմ, այս պատերազմը, որ դուց ելա, որ դուց եկավ, ով բերես գցեց այս մարդկանց ջեբը բան, տենց չեն կարող պարզեն։ Մեղավոր չկա, մենակ տուժող կա։ Գործի առանձնահատկություններից է էլի կազմված, շատ մի ծանրաբեռնի մեր դատախազին Պետրոս։ Եվ սխեման պարզելու նպատակով քննություն է իրականացվել, հարցաքննվել են անձինք եւ ձեռք են բերվել բանկային գաղտնիք կազմող տվյալներ, որոնք մեզ թույլ են տվել հասկանալու սխեման եւ փաստարկված մեղադրանք ներկայացնելու։ Ինչու քննությունը հիմա չի կատարվում այնպես ինչպես նախկինում էր, միանգամից հետապնդում չի հարուցվում, հետո մնացած գործողությունները իրականացվում, մենք դրա մասին խոսելու առիթ ունեցել ենք։ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ ժամկետներ է սահմանում քրեական հետապնդման համար, եւ հենց այդ ժամկետների գործոնը նկատի ունենալով նախաքննությունը ձգտում է մաքսիմալ շատ տեղեկություն հավաքի մինչև հետապնդման գնալը եւ հետապնդումից հետո ըստ էության հաշված ամիսների ընթացքում գործն ուղարկվում է դատարան։ Եկին դատախազ, եթե դուք մինչև գլխավոր դատախազ դառնալը ձեր կյանքում գոնե մեկ օր դատախազությունում աշխատած լինեիք կամ գոնե քնչական որևէ մարմնում գոնե մեկ օր աշխատած լինեիք գլխավոր դատախազ դառնալուց առաջ, այլ ոչ թե լինեիք վարչապետի օգնական կամ նրա կառավարությունում քաղաքական պաշտոնյա, ապա կարող է նաև իմանայիք, որ վարույթը նախաձեռնելուց մեղադրանք առաջադրում են եւ անձի նկատմամբ նաև խափանամիջոց են կիրառում, ոչ թե վարույթի ժամկետները հաշվի առնելով, այլ վարույթի արդյունավետությունից ելնելով, որպեսզի հանցանք կատարած անձը ազատության մեջ չմնա, վարույթի վրա հնարավոր ազդեցություն չունենա։ Այդ գործոնները շատ ավելի կարևոր են, քան վարույթի ժամկետները։ Մանավանդ որ կատարված հանցագործությունը իր մասշտաբներով այնպիսին է, որ դրա մեջ մեղավոր ճանաչվելիք անձը դեռ շատ երկար ժամանակ պիտի մնա անազատության մեջ։ Բա Մյուս գործը գիտեք, որ ընդդիմությունը բարձրացնում է, դա ծեծն էր թաղապետարանում, նրանք ասում են, եթե հիմա անդիմադիր լիներ ծեծողը, միանգամից կալանավորվել էր եւ այլն։ Իսկ այ քանի որ անդիմադիր չի, չկա, ազատ է։ Դե գիտես Պետրոս, ասեք հիմա ընդդիմությունը բարձրացնում է։ Ասեք ընդդիմությունը չի բարձրացնում, ասեք մեր երկրում ընդդիմությունը չկա։ Մնացել ես մենակ դու։ Մեծ խնդրում եմ ասա, էլ ասենք
թաղապետը, որ քաղաքացուն ծեծում է հանրային լսումների մասնակցելու նպատակով եկած ու թաղապետի կոնկրետ կոռուպցիոն գործունեությունը բացահայտող մարդուն, որ մի քանի հոգով ծեծում են։ Ընդդիմությունն սոս ոչ մի բան չի ասում։ Ասենք դու չես կարա հարցը ձևակերպեցնես, որ մեր երկրում այնց իրավիճակ է, որ պաշտոնյաները բռնության են ենթարկում քաղաքացիներին, որ եկել են, ասենք օրինակ ոնց որ Օձունի գյուղապետը նաև Լոռու մարզպետը անում, ոնց որ այդպես բաներ եղել է, չէ՞։ Ոնց որ Շենգավիթի թաղապետը տեղակալի հետ իրենց աշխատակցի նկատմամբ բռնությունը։ Հիմա ասում եմ, եթե ընդդիմությունը լներ կարողա բռնեիք, չէ, Պետրոս ջան, ուղղակի լուսահոգի падգամավոր Մեհեր Սահակյանի պարագայում պատահաբար է լավ, որ ազգային ժողովում ընդամենը մի հատ միջադեպ են, իսկ չենք էլ տեսել թե ինչ էր տեղի ունեցել, ոստիկանություն եկավ ազգային ժողովի падգամավորին ազգային ժողովից ձերբակալեցին, 72 ժամը պահեցին, գլխավոր դատախազը եկավ, միջնորդություն ներկայացրեց, նույն ինքը Տիկին Վարդապետյան։ Միջնորդություն, падգամավորին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռ, բա ոնց, բա Վլադիմիր Վարդանյանին են փորձե կարգի բերեն։ Բանը Անտարեսի Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ դիմադրության շարժման հավաքի մասնակիցներից մեկը մի դատարկ պլաստիկ շիշ էր նետե։ Այդքանի մեջից թե գիշերվա կադրերից ոնց գնացին քթան տեղում ձերբակալեցին, Սոս Ջանիբեկյանին մեկը հայհոյել էր գնացին ձերբակալեցին, Միկին Մալիշկայում Քաշաթաղից բռնի տեղը հանված Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց էր նետել տեղում ձերբակալեցին, մի մարդ խնձոր Պետրոս խնձոր տեղում ձերբակալեցին, Սառնարանը մատ լրիվ ոտից գլուխ ստուգեցին, մատ խնձորները համոտենում, այս խնձորների էքսպերտիզա բան։ Տիգրան Ավինյանին բռնության պաստառն էր պոկել Միկին, պաստառը, նախընտրական պաստառը Տիգրան Ավինյանի լուսավոր պատկերով տեղում ձերբակալեցին։ Իսկ ահա մյուսներին դե հիմա դե թաղապետ է, էլի հիմա մեթեթև անախորժություն էլ է Պետրոս։ Հիմա ինչ էլ է, որ մեթեթև անախորժություն էլ է։ Դրա համար խոմար չեն ձերբակալ, չէ՞, Տիկին դատախազ չի կարելի։ Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում վարույթ է նախաձեռնվել եւ մեղադրյալի կարգավիճակ ունեն երկու կողմն էլ տարբեր հոդվածներով, մի կողմը խուլիգանության հոդվածով, հայտնի պատճառներով, բնականաբար քաղաքակիրթ խոսույթը թույլ չի տալիս կրկնել այն ինչը դրված է խուլիգանության մեղադրանքի հիմքում եւ երկրորդն էլ այս պահին նախաձեռնված է ծեծ, որովհետեւ փաստացի չունենք մարմնական վնասվածքի աստիճանը, դա ունենալուց հետո նոր արդեն հավանաբար կգնանք վերավորակման։ Հա, բայց ծեծողը բերման չի ենթարկվել, ծեծվողն է բերման ենթարկվել, որ տաներ մի հատ իմանան ասենք են չի այդքան քիչ ծեծվե։ Դե պարզ է ինչ անել, Տիկին դատախազը մարմնական այդ բժշկական եզրակացությունները ինչ պիտի լինեն թեթև մարմնական վնաս իմ դեպքն է գիտես չէ Պետրոս իմ նկատմամբ բռնությունը դաժան սպանության փորձը մեծ թեթև անախորժություն թեթև մարմնական վնասվածքով գիտեք չէ այդ գործի մասին Տիկին դատախազ մի րոպե չեն նստել իմ նկատմամբ այդ դաժան բռնությունը գործադրած մարդիկ մի րոպե Գանք հիմա ընդդիմության արկածներին Դուք հնչեղ անուններ տվեցիք, թե հարցով քրեական գործ կա եւ այլն, սկսենք ամենածավալից Միքայել Մինասյանի վերաբերյալ։ Դուք ասիք, որ կա 70 դրվագ։ 70 գերազանցող դրվագ, եթե Այդ ինչ է, այսինքն 70 գործ կա։ 70 դեպք, մեկ համակարգված արարքի շրջանակներում Խայտարակությունը Պետրոս ասկի կպատկերացնել Ավելի պարզ լինելու համար փորձեմ ներկայացնել թե ինչ հանցանքների մասին է խոսքը գնում 76 դրվագ 76 առանձին միավոր որոնց մեջ ներառված է հանցավոր կազմակերպություն ստեղծելը այս այդ համակարգային կոչվող երևույթն է Բանդան զինված հանցավոր կազմակերպությունն է այո դա կոչվում է սպիտակ օձիքների հանցավորություն որը եւս կազմակերպված բնույթ կարող է ունենալ Տիկին դատախազի սպիտակ օձիքների այդ հանցավորությունից բացի չգիտեմ քրեական օրենսգրքում ճիշտ ասած մանեկա չկթա այդ բանը երևի դա այտենց տեսական գնահատական իսկ ասենք կեղտագույն կեպիների
հանցագործությունը, տենց խմբավորումներ կամ ասենք ծուռատամների հանցավոր խմբավորում, տենց բաներ տեսության մեջ կա թե չկա, թե կա, բայց հələ բացահայտված չի, տեսությունը դրանց մասին չգիտեմ, թե մենակ սպիտակ օձիկներն են, ասենք օրինակ ծուռատամներով հանցավոր խմբեր չկան կամ ասենք կեպիներով։ Բացի դրանից ստեղծել ղեկավարելը առանձնապես խոշոր չափերով խարդախություններ ու պաշտոնական կեղծիքներ, փողերի լվացում, պաշտոնական լիազորություններն անցնել, իրական ազդեցությունն օգտագործել, իրավաբանական անձ ստեղծելու եւ այդ իրավաբանական անձը օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնել, այսպես կոչված անապրանք գործարքներ, որպեսզի ձեզ համար ավելի պատկերավոր լինի, թե ինչ ծավալի քննության եւ աշխատանքի մասին է խոսքը, կարող եմ ուղղակի թվարկել ընկերությունները։ Կարծում եմ ռադիո Փակ բաժնետիրական ընկերությունը ձեզ պետք է ծանոթ լինի եւ ձեր լրագրողական գործունեությունից եւ վերջերս հրապարակված տեղեկատվությունից, որ այս ընկերությունը այս վարույթի շրջանակներում վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը ամբողջությամբ։ Ծանոթ եք ես Պետրոս։ Բայց Տիկին Վարդապետյան ինքը լրագրող չի, ինքը լրագող է։ Համել ինքը կենտրոն հեռուստաընկերությունից բացի ուրիշ մեկ էլ ստեղ ա եղել, որտեղ իրան որ լավ են կերակրում։ Ինքը լրագրության հետ ինչ կապ ունի, ինքը ուտելու հետ կապ ունի։ Ուզում եք ձեր բուֆետում լավ բան տվեք, գանդեք ուտի։ Ինքը լրագրության հետ կապ չունի։ Տեղյակ ես, չէ՞ Պետրոս, ես քո դեմքի արտահայտությունից չհասկացա, որ դու հետ քեզ ծանոթ ես։ Որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, բացի այդ Լեռեքս սահմանափակ պատասխանատվության ընկերությանը վերաբերելի դրվագներ սահանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունն է։ Ինչ ոլորտներ է ինքը։ Ջերմուկի մայր գործարան Փակ բաժնետիրական ընկերությունն է, Սպայկա ընկերությունն է, ես թվարկեմ, կարծում եմ սրանք բոլորն արդեն պատմում են իրենց գործունեության մասին։ Շանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, հեռուստաընկերությունը բոլորովին վերջերս հրապարակեցինք դրվագը, ներկայացրեցինք սխեման, որը մեղսագրում ենք։ Մեծ անիվանվան ներքո գործող Դարվ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, Օպերա Սյուիթ հյուրանոցային համալիրը, Office Class SP ընկերության կազմում Ucom ընկերությունը, կապի ծառայություններ մատուցող, Երևան Մոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Տիկին դատախազ գիտեք որը թվարկեք, դրանք բոլորը Հայաստանում են, չէ՞ այդ ընկերությունները։ Հիմա մեծ սրա տիրապետության տակ եմ, մի օր կանցնեմ մյուսի։ Դուք կարող եք ցուցակը ասեք մեզ բոլոր այն ընկերությունների եւ դրանց նյութական արժեքի, որոնք Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Օրինակ Արցախի բոլոր առևտրային ընկերությունների անվանումները եւ իրենց ունեցած տարեկան շահույթները, իրենց ունեցած կապիտալը, ինչքան նյութական միջոցներ են ունեցել, ինչքան ֆինանսական միջոցներ, որ դա լրիվ ձեր նախկին ղեկավարի, մինչև դատախազ լինելը դուք ղեկավար ունեիք, չէ՞, Նիկոլ Փաշինյան, այ իր որոշումների ու գործողությունների հետևանքով քանի ընկերություններ է, որ անցել է ադրբեջանական տիրապետ, այլևս հայկական չի։ Ցանկը կա ձեզ մոտ։ Բա, ասենք ձեր մոտ հարց չի առաջանում, այդ ընկերությունները ինչի դարձանա։ Հիմա ասենք եթե մի Հայաստանի քաղաքացի ինչ-որ մի ընկերության նկատմամբ սեփականություն ունի ու դա կարա փոխվի մի ուրիշին։ Դա շատ ավելի մեծ հանցանք ու վտանգ է, քան որ ամբողջ ընկերությունը այլևս դառնում է ադրբեջանական։ Այդ ուղղությամբ ցենց երբ ժամանակ չէ։ Հա դե որտե ժամանակը լինի, ասենք ընդհանրենք Քաթարից կամ Միացյալ Արաբական Էմիրություններից պատվիրակություն ա գալի իմ քայլը հիմնադրամի հրավերով պետքա գնալ մարդկանց նորմալ ընդունել են Անահիտ Մանասյանն էլ երկի արի իմ սոխակը ժամանակը քիչ է էլի համեր դուք մանկատներով բանով եք չէ զբաղվում այցելում եք այնտեղ ահագին այնտեղ թմբուկ եք նվագում որ ժամանակը լե պետք է խոհայ քեզ բան Իդեպ դատարան արդեն ուղարկված գործերից մեկով, որը վերաբերելի է Միքայել Մինասյանին, այս ընկերության բաժնեմասերից 30%-ը, եթե չեմ սխալվում, պահանջում ենք վերադարձնել պետությանը։ Տիկին դատախազից մի բան ասեմ, Միքայել Մինասյանը վերջին անգամ պետական պաշտոն զբաղեցել 2018 թվականի նոյեմբերին, 2018 թվականի նոյեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մենք կասեք այսօր ամսի քանիսն է ասենք, եթե գոնե ոչ ամսաթիվ է, գոնե տարեթիվ է, կարող է հիշեք, Պետրոս կարող է դու հիշես, 2025 թվականի մայիս,
փաստորեն 10-ից 19, 19-ից 20, 20-ից 21, 21-ից 22, 22-ից 23, 23-ից 24, 24-ից 27։ Այսինքն այդ 7 տարի դուք հələ նոր ինչ-որ բացահայտումներ եք անում, բայց 7 տարին, էլ չեմ ասում դրանից առաջ, մեր երկրում դատախազություն չի եղել։ Բա որ դատախազություն չի եղել, դատախազության 100-ամյակի մեդալներով դուք ում եք պարգևատրում։ Փաստորեն եղել է։ Բայց 7 տարում որ դատախազություն է եղել, բա դրանք ինչով են զբաղվել տիկին գլխավոր դատախազ։ Հա, դուք այնտեղ չեք ելել, դուք դատախազություն չեք աշխատել երևի, այ որ դուք եկաք, արդեն նոր այդ ժամանակվանից նոր սկսեց իրավակարգը վերականգնվել։ Փառքաս։ Ռոսնեֆթ ընկերությունը, որը վառելիքի վաճառքի հետ է կապված, Double Tree հյուրանոցը, ինչ որ թվարկում են բոլորը վերաբերելի են AES հանցավոր կազմակերպության կողմից, իմ կողմից թվարկած հանցավոր վարքագծի արդյունքում խոշոր գումարներ գեներացնելու եւ այդ գումարները լվանալու գործընթացին։ Իդիկե դատախազ, իսկ մի հատ բան կա, օլիգարխ падգամավոր կա Հայաստանի ազգային ժողովում, հետո դու դրանք կճանաչես, են կրզոտ երեսներով ես գալիս անես, տարզածի նմանս ես նստում է, բան։ Նա բավականին մեծ ծավալի գույք է, հենց իր գույքի եկամուտների հայտարարում նշել, հենց որ թվարկենք, ասես շարք է էլի ընկերությունների, էլ չեմ ասում փոխկապակցվածները, որ ընդ չէ։ Իսկ դուք փորձել եք մատ պարզեք այդ գույքի ծագումը, այդ գույքը որտեղից է առաջացել, ոնց է օգտագործում, դրան շահույթները հատկապես ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ինչի է այտենց կտրուկ ավելացել, թե, հա, իսկ միգուցե պետք է զբաղվել այդ ամեն ինչով, տիկին դատախազ։ Ժամանակը մեր սահմանափակ է, մենք մի դրվագել ունենք, ավելի տպավորիչ դրվագել ունենք, որը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ, այս պահին դատարանում գտնվող դրվագներից մեկով, այս վարույթով մենք պնդում ենք, որ 25%-ը ընկերության իրականում ձեռք է բերվել հենց ընկերության միջոցների հաշվին, այսինքն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշակի պարտավորություններ, այսպես ասած, հա, արհեստական պարտավորություններ է ստանձնել եւ այդ արհեստական պարտավորությունների դիմաց AES հանցավոր խումբը 25% բաժնեմաս է Զանգեզուրի գործարանի հստեյության ապօրինի սեփականաշնորհել է։ Տիկին խավդատախազ ճիշտ եմ հիշում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դա նույն կոմբինատն է, որ 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մուրճը ճոճելուց ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ դու կարմիր գծերը անցել եք, որ պետք է այդ մուրճը հարված էր նրա, այդ ոնց որ այդ կոմբինատն է, այդ նույն կոմբինատն է, չէ, որ նաև իմ քայլը հիմնադրամի, որի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն է, նրա ամենամեծ դոնորներից է, որ ասենք մեծ գումարներ է վճարում, հետո մնում է անանուն, հետո ուրիշ տեղից ենք իմանում, որ այդ 200 միլիոն ինքներ տվեն, 50 միլիոններն էլ է ինքը տալի, այդ Աննա Հակոբյանի հիմնադրամը նույն հիմնադրամն է, չէ, որ միջոցառումներ է կազմակերպում, դուք գնում եք ելույթ եք ունենում, դուք գնում եք այդ հիմնադրամում, հենց առաջի տպավորությամբ, որ աշխատակցուհի, ասես նստած ինչ-որ հարցեր եք քննարկում, միասին, դա նույն կոմբինատն է, որի բաժնետոմսերի մի մասը հիմա անցել է ոչ թե պետական գույքի կառավարման վարչության, այլ վարչապետի աշխատակազմի տնը։ Դա այդ նույն կոմբինատն է, թե տարբեր կոմբինատներ են, բայց նույն անվանումն են, երկուսն էլ կոչվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Մատ խնդրում եմ, էլի Պետրոսի համար դա կարող է այդքան կարևոր չի, բայց մեր համար կարևոր է, էլի։ Դա նույնն է, չէ, ոնց որ թե նույնն է։ Մարդու նախանձ է գալիս։ Հələ աշկտ ուրիշ ունեցածի վրա է, հա, Պետրոս, ասում մարդու նախանձ է գալի։ Ուրեմն քո միլիոները քեզ քիչ է, որ ասես նստած տեղը չաշխատելով ասես միլիոները ստանում ես, կենիկը տնտես զուգարաններ մանգալու համար միլիոները ստանում է, հələ աշկտ մնացել է խախի ելացի վրա, մարդու նախանձ է գալի, ինչ կան դե նախանձելու, արա մի քիչ կշտացի էլի դու, հələ այս քանի հետ միասին դու նախանձում ես խախի ունեցածը, հա ինչ նախանձն ես դու, բայց Պետրոս։ Այս պահին դատարան ուղարկած մեղադրանքը մեր համեստ հաշվարկներով 350 միլիոն դոլարի մասին է, ընդհանուր եթե գումարենք։ Այս պահին դատարան ուղարկած, բայց 76 դրվագները, որոնց մասին ես նշեցի, դեռ քննության փուլում են, բոլորովին վերջերս 3 երեկոյան ստացել ենք մեր գործընկերներից նաև իրենց երկրում գործող
բանկերից բանկային տվյալներ, որոնց հիման վրա արդեն նոր դրվագներ կուղարկենք դատարան։ Եկին դատախազից որ աճի ինչքան կհասնի, ասենք Արցախի միայն պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմում է 6.5 միլիարդ դոլար։ Արցախը Ադրբեջանին հանձնելու միայն նյութական կորուստը ըստ փորձագիտական ամենամոտավոր հաշվարկների կազմում է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Ասենք կարող է հասնի այդ գումարին օրինակ 100 միլիարդի, թե չէ, բայն 100 միլիարդի վնասի համար դուք այդպես չեք ուզում, որ մի հատ այնց անեք, որ Պետրոսի նախանձը մի հատ շարժվի, որ հետո Պետրոսը ինքը նախանձի ազատ օրեր տեսնելուն, որ այս ամենի քարոզչության պատասխանատուն դարձել։ Այսինքն թիվը կաճի։ Կաճի։ Թիվը կաճի, նաև ապօրինի գույքով էլ առաջիկայում հայց կներկայացնենք արդեն։ Ինչ հայցի մասին է, ինչ ծավալի մասին է։ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հաշվի առնելով, որը այդքան քննարկվեց, որ այ հեսա կտեսնեք, թե ինչքան անօրինական գործունեություն եք ծավալում, բայց Սահմանադրական դատարանը խնդիր չտեսավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հետ եւ ըստ էության վերահաստատեց, որ հանցավոր ծագում ունեցող գույքի, այսինքն հանցագործության հետ կապված գույքի մասին պետք է խոսքը գնա եւ այն ամեն ինչ, որ ես թվարկեցի, կլինի նաեւ այն ծավալում, որով որ մենք ապօրինի գույքով կգնանք։ Լավնա չէ, մեր սահմանադրական դատարանը տիկին դատողն այնքան լավն են, մեկը մեկից լավն է, թե Վահե Գրիգորյանը չի գնաց, կկարոտենք մենք իրան, շատ կկարոտենք, իրա տեղ երևալու է, միջալոց այդ գործով զեկուցող դատավորներ, բայց դե լավն են, հա, որոշումն է շատ լավն է, հա, դուք էլ եք չեք գոհ, հա, մենք էլ սաղս է գոհ ենք, դու էլ ես չէ գոհ Պետրոս, բոլորս գոհ ենք։ Գագիկ Խաչատրյանի Միացյալ Նահանգներում գտնվող մենք տեսանք միլիոնավոր դոլարներ արժեցող ճակատագիր այդ տան, ինչ եղավ առանձնատան։ Առանձնատունը օտարվեց այս տարվա սկզբին եւ ամերիկյան գործընկերների հետ մենք բավական բարդ եւ պրոֆեսիոնալ ճանապարհ անցանք ինչ իմաստով, որ մի շարք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին ամերիկացի գործընկերներին, որպեսզի անշարժ գույքը հնարավոր լինի արգելադրել Միացյալ Նահանգներում, դատախազությունը տրամադրեց եւ այդ փաստաթղթերի հիման վրա գույքն արգելադրվեց, հետագայում արդեն Խաչատրյան ընտանիքը որոշեց Միացյալ Նահանգների իրավասու մարմնին հաշտություն առաջարկել եւ հաշտության պայմանները 85% տալիս են Խաչատրյանների ընտանիքը, Ամերիկայի կառավարությանը 15%-ը գույքի վաճառքից մնում է իրենց։ Տիկին Վարդապետյան ջան, աղստից Ամերիկա այնքան դժվար ալելու, մի օվկիանոս են, դուք հստե, դրանք հնդե, ջանդամնալի այդ Խաչատրյանների առանձնատունը, դուք մեր Ալեն Սիմոնյանի առանձնատնից ասեք, ախր անհանգիստ ենք, հիմա ասենք գլխավոր դատախազությունը գոնե Ամերիկայի դատախազության չէ, Կոտայքի մարզի դատախազության հետ կարակ մի հատ համագործակցեք, տենանք այդ ջրվեժի այդ առանձնատունը, այդ իրա թոշակառու մայրը, ոնց կարողացավ տան այդ գումարի մի զգալի մասը տա, մյուս մասը վարկ վերցնի, այդ վարկն էլ վերցնի Հայ Էկոնոմ բանկից, երաշխավորն էլ լինի Ալենի աղբեր Կառլենը լնդի սխառեն իր ասֆալտներով էս բան։ Ասեք դուք նախ ձեր քթի տակ Ջրվեժի Ալեն Սիմոնյանի ամառանոցը թողել եք, գնացել եք ընկել եք Ամերիկա Խաչատրյանների ամառանոցը, որ Ամերիկայի դատախազությունը փողը վերցնի իրան։ Այ մարդ դուք դրանց հետ դուք մերը արեք էլի, մերոս զբաղվեք, հան։ Դիքին դատախազ ոսկի հորթը նայել եք։ Մի հատ բան արեք էլի, նայեք, այնպես լավ ներկայացում է։ Ես եմ հեղինակ է, մի շատ չի, մի ժամից ավել, մի ժամ 20 րոպե Ունդեղ հիմնականում ինձ հետաքրքիր բան է ստացվել Ալեն Սիմոնյանի նրա եղբոր, նրա ընտանիքի անդամների գործունեության չէ բանը չկա դրա մեջ, չէ, աղբոր կնգա բանը չկա։ Դեն արդեն բռնիկ դատիկ էլի դրան ինչ է, ինքն է դատավորին ծաղկե փչեր ուղղել։ Էդի չկա։ Մնացածով, մատ խնդրում եմ էլի, մատ իմանանք էլի վերջը սովորական մարդ չի, մեր ազգային ժողովի նախագահն է։ Բայց չիմանանք ասեք այդ ամառանոցը փաստացի ինքնա ձեռք բերե թե Մորանովա ձեռք բերե թե փողը որդուցայք է ինչ այլ է
Մեր քթի տակա ջեստը ջերվեժում։ Մենք դրանից հետո սկսեցինք խոսել արդեն մեր գործընկերների հետ, քանի որ գիտեք, օտարերկրյա տարածքում գտնվող գույքի արժեքի որոշակի տոկոս մենք այդպես կանոն կա չգրված, որ պետք է զիջենք այն երկրին, որտեղ որ գույքը գտնվում է, այո, եւ ամերիկացի գործընկերների հետ այս պահին բանավոր պայմանավորվածություններ ունենք, որ իրենց պնդմամբ մոտ 80%-ի չափով պատկերացնում են, որ գումարի պետք է փոխանցեն Հայաստանի Հանրապետությանը։ Տիկին Տաթախազ, իսկ ամերիկացի գործընկերների հետ, որ աշխատում եք, այն Snoop Dogg-ի համերգի փողերի հետ կապված չեք բանանում, դա Պետրոսը ամաչումը հարցնի, էլի, ես ճիշտ ասած, նես մենք պայմանավորվեցինք, որ դա ես հարցեմ, էլի, դե Ղազարյանը ինչ տարբերություն էլ ասենք, դա որովհետև այդ Snoop Dogg-ի փողերը այդ միլիոնավոր դոլարներ, որ գնացել են, չկան, այդ Snoop Dogg-ն էլ ամերիկացի է, գիտի։ Դա իրական հետ կապված է, որովհետև իր ինակին ընկերտության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն է ու իր միջը։ Հիմա բան է, էլի Պետրոս մի քիչ անհանգիստ է, ասում է, եթե այդ գործը բացահայտվելու է, իր կնոջը նստացնելու են, ինքը մենակ չի կարող ապրի։ Դրան ասենք պետք է կերակր ժամ եկավ, պետք է կերակրես դրան։ Դա համար ասում է անհանգիստ է, ասում է կարող եթե այդ գործը ի վերջո բացահայտվելու է, այդ պետությանը պատճառած այդ վնասները, կարող է ինքը հիմիկվանից մտածի իր համար մի հատ նոր կնիկ ճարի բանանի, էլի, դες մի քիչ հարցեր էլ կա, էլի, բայց խնդրում եմ, էլի Snoop Dogg-ի հետ կապված էլի մեծ գումարներ անդել միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, էլի, եթե կարելի է դրանով էլ այդ ամերիկացի գործընկերները, որ ասենք շուտ կտեսնում Dogg-ին Ամերիկա տես մարդ չկա չճանաչի, մանավանդ դատախազությունը։ Սպասում ենք արդեն մեր կողմից բոլոր մեզնից ակնկալվող գործողությունները կատարել ենք, սպասում ենք արդեն ամերիկյան կողմի պատասխանին։ Սերժ Սարգսյանի արդարացման դատական ակտը բեկանվեց, ինչ հիմքով բեկանվեց եւ ինչ զարգացում կստանա։ Ես շատ կուզենայի կարողանալ բովանդակային ձեզ պատասխանել այդ հարցին, բայց ցավոք չեմ կարող։ Բայց չէ կարա Տիկին Տաթախազ, որովհետև այդ գործը բովանդակային մաս չունի, դա ոնց կարաք դուք այդ գործի բովանդակային մասին անդրադառնաք, որովհետև այդ գործը մենակ քաղաքական է, այսինքն երրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդում է։ Դե բովանդակային մաս չի եղել, սկզբից չի եղել, դրա համար եղել է արդարացման վճիռ։ Բովանդակային մի ասեք։ Քանի որ դուք Նիկոլ Փաշինյանի կառավարությունում քաղաքական պաշտոն եք զբաղեցրել, արդարադատության նախարար, հետո հայեցողական պաշտոն, վարչապետի օգնական, ու դա էլ ոնց որ թե վարչապետի հետ ուղիղ կապված, դուք ավելի ճիշտ կլի քաղաքական մասին ավելի շատ, քան բովանդակային չկա մեկը, քաղաքական է, եթե կարելի է, չէ՞, Պետրոս, քեզ էտա, չէ՞, հետաքրիր։ Ասենք Պետրոսին հետաքրիր է, էլի, ոնց ալնում, որ մեր երկրում քրեական գործերը հարուցում են հատկապես այն մարդկանց, ովքեր որ ընդդիմադիր են այս իշխանություններին։ Այդ է կարևորը, էլի, թե չէ բովանդակային մաս որտեղից լինի։ Դեռ դատական ակտը չենք ստացել եւ ես չեմ կարդացել, թե ինչ հիմքով է բեկանել դատարանը։ Ոչ է կարդացեք, ընդ կարող ավելի լուրջ ժամանակ մի ծախսեք դրա վրա, Տիկին Տաթախազ, դուք լուրջ գործերով զբաղվեք, ջերվեժով, դուք այդ անտեր ջերվեժով զբաղվեք, այդ դատակ բաների հետ գործ չունեք։ Եթե ձեզ հետաքրքիր է, մի փոքր կպատմեմ այս գործի ընթացքի մասին, որովհետև շատ շահարկվեց։ Գործը 20 թվականի հունվարին էր ուղարկվել դատարան եւ վերաբերում էր նախագահին, Բարսեղ Բեգլարյանին, Սերգո Կարապետյանին, Սամվել Գալստյանին եւ Գևորգ Հարությունյանին։ Եվ 4 տարի հետո Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը եւ Գևորգ Հարությունյանը արդարացվել էին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը համաձայն չէր դատավորի այս եզրահանգման հետ եւ ներկայացրել էինք վերաքննիչ բողոք, տեղեկացված ենք, որ դատարանը մեր բողոքը բավարարել է։ Շատ իսկ Պետրոս գիտեք ինչի դատախազությունը համաձայն չի Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ։ Գիտես ինչի։ Որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանի բանտում հələ 2 հոգու տեղ կա։ Որ պետքա Հիկմետ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի իրավապահներից դեռևս Հայաստանում թաքնված են մնում մարդիկ, որոնց դեմ պետքա քրեական վարույթներ լինեն։ Որ Ադրբեջանի գլխավոր դատախազն ասել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դեռևս առանձնացված մաս կա, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Զորի Բալայան, պետքա Հայաստանի իրավապահները, իրենց գործընկերները, իրենց օգնեն, որպեսզի այդ մարդիկ ներկայացվեն Ադրբեջանի իրավապահ, բա ոնց ներկայաց, պիտի մի հատ sense շինծ ու քրեական գործեր լինի, բոլոր այդ մարդկանց դեմ հարուցված, որպեսզի իրանք կարողանան
արդյունավետ համագործակցություն հաստատեն Ադրբեջանի գործընկերների հետ։ Հանուն խաղաղության։ Դու չմտածես հանկարծ ինչ-որ ուրիշ բանի համար։ Խաղաղության։ Քոչանով էլ կա, չէ՞։ Պետք է մտել թղթերից մեջ նայի, բայց քեզ Քոչանի ճակատագիրը չի հետաքրքրում։ Քանի որ ընդդիմության լիդերների պարիտետը պետքա պահել, ինչ կա Քոչարյանից թևից, այդտեղ բոլորը Սերժ Սարգսյանի մերձավորներն էին։ Ճիշտ ասած մենք այդպես թևերով չենք առաջնորդվում, բայց Քոչարյանի մասով այս պահին դատարան ուղարկած ունենք Քոչարյանի ընտանիքի հետ կապված ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց Թևերով չի, Պետրոսյան, մի փաթեթ է։ Ընդհանուր ասենք մի հատ ընդհանուր փաթեթ է, կոչվում է նախկիններ, ասենք հիմա ասենք դատախազությունը, ասենք մոտ պապկա կա, կոչվում է նախկիններ։ Իհարկե դրա մեջ չկան այն մարդիկ, ովքեր որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ ասենք Բագրատյան Սերգեյի մասին դե ոչ մի բան չկա, ինքը падգամավոր է ԿՊ-ից։ Արմեն Ղուլարյանի մասին դե ոչ մի բան չկա, Արմեն Ղուլարյանը եկել էր մինիստր։ Ատոմ Ջանջողասյանի մասին դե ոչ մի բան չկա, ինքը Տիգրան Խաչատրյանից հիմիկվա փող վարչապետ, դրա մասին ինչ որ բան պետք է լինի, չէ, չկա, բայց նրանք ովքեր որ ընդդիմություն են հիմիկվա իշխանության, խանգարում են, որ այս մարդը Նիկոլ ինքը չէ, Նիկոլ Փաշինյանը, որ տանի Ադրբեջանը զարգացնի, Հայաստանը հանձնի Ադրբեջանին, այդ դրանց դեմ պետք է հարուցվեն քրեական գործ։ Ուղղակի դատախազությունները, քանի որ ծանրաբեռված են աշխատում Պետրոսյան, մի մասը անում են Ադրբեջանի դատախազությունը, մի մասը անում է Հայաստանի դատախազությունը, Ադրբեջանի դատախազությունը չի հասցին, այսքան ղեկավար, այսքան պաշտոն, օրինակ ասենք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ստեղի դատախազություններն են զբաղվում, բայց ասենք մյուս նախագահները Արայք Հարությունյան կլինի, Բակո Սահակյան կլինի, Արկադի Ղուկասյան կլինի, ընդ իրանցով Ադրբեջանի դատախազությունը, աշխատանքի բաժանում է, էլի, նույնը բանն է, պաշտպանության բանակի հրամանատարները, տեղակալները, ասենք օրինակ Լևո Մնացականն այնտեղ է զբաղվում, Միքայել Արզումանյանը այստեղ են զբաղվում, այսինքն հստակ աշխատանքի բաժան, ծանրաբեռվածությունը, որ հավասար է լինի։ Հասկանալի պատճառներով անգիր թվերը չեմ կարող ասել, որովհետև բավական ազդեցիկ դրամական միջոցների մասին է խոսքը, 22 անշարժ գույք, շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, փոխառություններ, դրամական միջոցներ, ընդհանուր խոսենք կարծում եմ մեր ապօրինի գույքով հայցագների մասին, բայց սա մեր ամենալուրջ հայցերից մեկն է, որը ներկայացված է դատարան հայցագնի տեսանկյունից։ Քրեական վարույթի հետ կապված վստահ եմ, գիտեք, որ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի որոշումներից հետո առաջին ատյանի դատարանը վերսկսել է մարտի 1-ի գործով դատաքննությունը եւ եթե տեղեկացված եք բարձր դատարանների դիրքորոշումից, մեծ դատարանները թույլ տվեցին իրավական որակման մասով առանց կպնելու փաստական կողմին մեղադրանքի, ըստ էության մեղադրանքի դիրքորոշում ներկայացնել։ Ախր դուք չէ, ոնց որ տեղյակ չեք, դուք ոնց որ չեք տիրապետում։ Բայց մարտի հետ մեկի հետ կապված դատանի դիրքորոշումները ինչ կապ ունի։ Մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը 18 թիվներ, 19 թիվներ նա մեզ հայտարարել ասելա, որ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Բայց այդ ժամանակվանից մարտի 1-ի գործը այդ մարտը հայտնում է, ինչա, սուտ է ասում մեր վարչապետը, դե լավ էլի, Տիկին Վարդապետյան, դե նա ոնց կարա սուտ է, դուք այդքան նրա հետ աշխատել եք։ Մի անգամ դուք լսել եք նա սուտ ասի։ Մի անգամ եղել է, որ նա մի բան ասի, պարզվի, որ այդ մի բանը սուտ է։ Բայց այդ մարդը ասել է, մարտի 1-ի գործը բացահայտվել է, էլ ինչ դատարան, էլ ինչ դատարանի դիրքորոշում, էլ ինչ բան, բացահայտված բան է, չէ՞ դա արդեն։ Ու գիտեք ոնց է բացահայտվել, շատ շուտ բանից է բացահայտվել։ Նիկոլ Փաշինյանը բանը, ասես մեղավոր են ճանաչվել, հետո նոր էս իշխանության օրոք մարդու իրավունքների եվրոպական դատարանով արդարացվել են այս դատարանով արդեն, բայց բացահայտվել է, իսկապես բացահայտվել է Տիկին դատախազ։ Տիկին դատախազ, եթե մենք 2018 թվականից մինչև այսօր, հա, դուք հետ եք բերում տարած փողերը պետությունից, ինչ գումարի մասին կարանք մենք խոսենք այդ ընթացքում 18-ից 25։ Գիտեք, ես միշտ կարծում եմ, որ իմ հիշողությունը լավն է, բայց այդ թվերը անգիր չեմ հիշի, ձեր թույլտվությամբ պիտի օգտվեմ իմ նշումներից։ Տիկին դատախազ, եթե հիշողությունը լավ չի, մեղրաջուր խմեք։ Առավոտները
մեղրաջուր, բան, մի հատ էլ լիմոն գցեք, որ հաճելի լինի։ Այդ մեղրաջուրը որ խմեք, ձեզ հիշողությունը կլավանա ու ոչ միայն այդ թվերը կհիշեք, այլ այդ անիվի գործը կհիշեք, այդ Snoop Dogg-ի գործը կհիշեք, մի հատ կհիշեք մեր պետությունը ինչքան պետական պարտք է վերցրել այդ ժամանակաշրջանում, մի հատ էլ այս իշխանությունների ներկայացուցիչների գործունեությունը էլ մի հատ լրիվ կվեր հիշեք, ընդ այնքան հիշելու որ պետք չէ շատ խորք, դուք գնում եք ես 2007 թիվ 2000 չէ 2018-ից հատկապես 20 թվի պատերազմից հետո մի հատ էլ մենակ էդի հիշեք թե պետությունը ինչքան վնաս է կրել ու այդ վնաս տվողները ովքեր են, ինչ չափի վնաս են տվել, ուրիշ բան մի հիշեք։ Ձեր հիշողությունը շատ մի ծանրաբեռնեք ավելորդ բաներով։ 20-ից 25 կլինի 20-ից 25 20-ից 25 մեր պետությունից տարածը մենակ հետ բերեք, մենք ձեզնից գոհ շնորհակալ։ Գոհ շնորհակալ։ Մենակ 20 թվից ինչ են տարել մեր պետությունից ու ժողովրդից, ինչքան են տարել, ովքեր են ելել ու հետի հետ բերեք։ Այն Range Rover-ը ջանդամը թողնա իր բանում, գարաժում մեկա դրան առնող չկար, ուզում է հատիկ բերեն, ուզում է պագրիշկա բերեն, մեկա դա ծախող չկա, առնող չկա։ Դուք մեր պետությանը պատճառած վնասի, իրական վնասի մասին, այդ մեղրաջուրը խմեք, էդի հիշեք։ 18-ից 24 թվականների ժամանակահատվածում մեր ամբողջ գործիքակազմի հիման վրա վերադարձված գույքերն էինք համադրել, որպեսզի հասկանանք, թե նախ ինչ դինամիկա կա այդ վերականգնումների եւ ընդհանուր առմամբ ինչ գումար է վերադարձվել։ Ուղղակի նշեմ, որ միայն ապօրինի գույքը չի, մենք ունենք նաև ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներ միջդատական վարույթում, ունենք դատարաններում ավարտված քրեական գործեր, ունենք պետական համայնքային շահերի պաշտպանության հայցեր ու հաշտություններ, ունենք զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներ, ունենք դատախազների միջնորդագրերի հիման վրա վերադարձված գույքեր եւ 23 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառում, այս ամբողջ համալիրով մեր հաշվարկներով մենք 18-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին վերադարձրել ենք 536 միլիոն 216 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ դրամական գույքային միջոց, դա մոտապես 210 միլիարդ 79 միլիոն դրամ է։ 536 միլիոն, սաղ իրար հետ, Պետրոս, գրի, 536 միլիոն, հիմա դուք գրեք տիկին դատախազ, պաշտպանության բանակի նյութական կորուստը Արցախում միայն 44 օրվա ընթացքում, 500 միլիոն չի, 5 միլիարդ դոլար, միայն 2023 թվականին Արցախի պաշտպանության բանակի կողմից զենքի հանձնում Ադրբեջանին, 500 միլիոն չի, 1.5 անգամ այդ ձեզ սաղ տարիների բերածից, 1.5 անգամ էլ ավել, 1.5 միլիարդ դոլար, արտաքին պարտքը, որ պետությունը վերցրել է, պետական պարտքը ընդհանուր, որը փոզմիշ այլ էսկի չգիտենք ինչի վրա է ծախսվել, գրեք, 7 միլիարդ դոլար, միայն Հայաստան համահայկական հիմնադրամի 44 օրում հավաքած ու տենցել ճակատագիրը չիմացած գումար, 150 միլիոն դոլար, միայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի կանխիկ ստացած ու տենց այդ ճակատագիրը չպարզած գումար 7 միլիոն, 8 միլիոն դոլար, կանխիկ։ Տիկին դատախազ։ Այդ 536 միլիոն հլը Պետրոս հարցուր ասա այդ նույն ժամանակահատվածում, որ բերել եք, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, քննչական կոմիտե, դատախազներ, այլ իրավապահ համակարգ, ինչքան փող է ծախսվել իրանց վրա, այդ նույն ժամանակահատվածում, հաշվի առնելով այս վերջի շրջանում ինչքան է իրանց աշխատավարձները բարձրացել, պարգևավճարները ավելացել, ծառայողական մեքենաները ավելացել, նոր սարքավորումներ, պարեկների համար, նոր մեքենա, այդ սաղ գումարի իրար, մեկ է կարող է պարզի, որ դա ավելի շատ է, քան այն գումարը, որ իրանք բերել են պետական բյուջեին, այդ չեմ ասում, թե ինչ են տարել պետությունից անվերադարձ։ Տիկին գլխավոր դատախազ, որ այդ մեղրաջուրը խմեք, կարող է գիտեք նաև ինչ հիշեք,
որ Արցախի հանրապետությունում էլ ա եղել գլխավոր դատախազ ու Արցախի գլխավոր դատախազության ու Հայաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության համաձայնագիր էլ ա եղել։ Մի հատ խնդրում եմ այդ համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ էլի ինչ ընթացք կա, ասենք Արցախի հանրապետությանը պատճառած վնաս, հանցագործություն, ով է կատարել, ինչ չափի է կատարել, ինչ վնաս ա եղել, կարող է պատահի դա հանկարծ այդ 536 միլիոն 216 $216,000 մի փոքր ավել լինի։ Իսկ ինչքան կա այսպես ասած օդի մեջ կախված գումար, որ դուք տարբեր փուլերում են գտնվում։ Սա աղել օդա էլի, այ Պետրոս չհասկացար, որ սա աղել օդի մեջ կախված է, էլի իրականության մեջ ինչ կա։ Սա աղել օդի մեջ է, էլի, օդ։ Հատիկ կար հատիկ։ Կանք մի քիչ ուրիշ թեմաների։ Նաև շատ խնդիրներ կային եւ շատ տարակարծություն կար կալանքը խափանած միջոց կիրառման հետ կապված տիկին դատախազ։ Մի մասը կարծում եմ որ մեղմ է քաղաքականությունը, մի մասը կարծում եմ որ կալանքը շատ է կիրառվում, ինչ է ասում վիճակագրությունը այս մասում։ Իրականում իսկապես եթե ես ինչ-որ մի բան չեմ հասկանում, միշտ փորձում եմ վերադառնալ կամ դրա ակունքներին կամ նայել ինչ թվային ցուցանիշներ կան։ Այս տարի կանխատեսելով հարցը ազգային ժողովում, քանի որ անցյալ տարի շատ քննարկվեց, ես խնդրեցի, որ համեմատենք 23 եւ 24 թվականներն ու ինձ ներկայացնեն ինչ տվյալներ ունենք։ 23 թվականին 50,715 քրեական վարույթ է նախաձեռնվել ամբողջ հանրապետության տարածքում եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել է վարույթների 4%-ով։ Հա, ուրեմն փաստորեն ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ գործերը այդքանը մեջ ընդհանրապես 4%-ն ա եղել։ Մեր մոտ Պետրոս ջան, կալանքը կիրառվում է, եթե մեղադրանք առաջադրված է ընդդիմադիր Հայաստան ունեցող գործի ու կապ չունի ինքը, ասենք, ճանաչված գործիչ է, թե ենթադրենք մի հատ հավաքի մասնակից։ Այսինքն, եթե սովորական հավաքի մասնակից է, միանգամից կալանավորում։ Եթե իշխանության ներկայացուցիչ է, այդ դեպքում կալանքը իրանց մոտ բանով չի, էլի, իրավական գնահատականով չի, հանցագործության վտանգավորության աստիճանով չի, քրեական վարույթի առանձնահատկություններով չի։ Գործերը լինում են երկու տեսակ. ընդդիմադիրների մասնակցությամբ եւ ոչ ընդդիմադիրների ասենք եթե մեկ է ընդդիմադիրների նկատմամբ, ասենք օրինակ իմ նկատմամբ ասեցի բռնություն գործադրած մարդկանց չեն կալանավորել, չի կարելի։ Ոնց կարելի է կալանավոր, հլնդակառակը նրան պետքա խրախուսել, նրան պետքա պրեմիա տալ բանել, որովհետև նա ճանաչված հեղինակավոր իշխանությունը քննադատող ընդդիմադիր գործիչ է, ուզես սպանի։ Նրան երբեք չեն կալանավորում։ Բայց ասենք օրինակ մի հատ մարդը խնձորը նետել է, կալանք։ Գործերը դասակարգվում են երկու տեսակի։ Մի ծանրաբեռն դա։ Պարզ բաներ կա, որ դու մինչև արդեն պետք է հասկացած ալնեիր։ Մեր դատախազը 1000 գործ ունի։ Չի կարող նստի քո համար դեռ մեծ էլ հիշողություններ չունի։ Հիմա մեղրաջուր խմի, ինչ հիշի։ Քո համար հիշի թե քանի օգու են կալանավորե, դու չես ֆայմում։ Կարող է Հովիկ Աղազարյանն էսել է մեր գլխին։ Հարցեր ես տալի։ Գործ չունեք տիկին դատախազ։ Ոնց դրվածքը կա, այտենց է շարունակեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը սիրելի հեռուստադիտողներ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր։ Այն որ մեր հյուրը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր Պետրոս, այդ մենք հասկացանք, բայց չհասկացանք թե դու երբ ես մի օր գնում գլխավոր դատախազին հյուր։ Ու հենց պարտադիր չի, որ այդ ժամանակ գլխավոր դատախազը լինի հենց Աննա Վարդապետյանը։ Բերթո սենց լինի։ Թող հյուրը լինի գլխավոր դատախազ Էդգար Ղազարյանը, որին հյուր կլինի Պետրոս Ղազարյանը։ Ի վերջո կլինի Ղազարյան versus Ղազարյանի քրեական քրոնիկա հատուկ թողարկում։ Իսկ մինչ այդ ստեսություն սիրելի բարեկամներ։ Կհանդիպենք ստեսություն։